տեսակ խոսելու կարիք ունեմ ու մտածեցի ում հետ, եթե ոչ քո։ Գիտես, սկսել եմ վախենալ։ Ինչից։ Կորցնելուց։ Անգամ այդ բառն արտասանելուց կոկորդս սեղմվում է։ Կարծես ինչ որ մեկը երկու ձեռքով բռնել է կոկորդիցս ու փորձում է շնչահեղձ անել։ Անվերջ բողոքում ենք։ Բողոքում ենք արևից, վառում է, վառում։ Բողոքում ենք անձրևից, ծլեցինք, էս ինչ բան է։ Բողոքում ենք լուսանալուց, էս երբ լուսացավ, չհասցրեցինք քնել կշտանալ։ Բողոքում ենք գիշերվանից, էս երբ մտնեց, այ մարդ չհասկացանք։ Ու էսպես շարունակ։ Տունս փոքր է, աշխատավարձս քիչ է, ցերեկը լույս է, գիշերը մութ է, քիչ է մնում բողոքենք, թե ինչու է երկիրը կլոր ու վերջ։ Ու այս բողոքները ընդհատվում է մի պահ, երբ մի անդառնալի կորուստ ենք ունենում։ Ու ինչ ենք անում։ Դե իհարկե, միանգամից Աստծուն ենք հիշում, թարս ու շիտակ աղոտ քանում, ցավից գալարվում ու այրվում ենք։ Ժամանակն անցնում է, անտանելի ցավը դառնում է տանելի, ճար լիներ ճար կանեինք։ Այն ոնց են ասում, մարդու կաշին պինտա, ամեն ցավի դիմանում է։ Ու թե քանի վերք ենք մխկտալով սպիացնում, գիշերները ցավից ոռնում, դրա մասին լոկ մենք գիտենք։ Ինչ արած, ապրել է պետք։ Սպիացնում ամեն ցավին տեղ ենք գտնում, ու այս անգամ էլ բողոքներս Աստծուն ենք ուղղում, թե ինչու է այդպես վարվում, բողոքելով կյանքից, թե ինչու է այդքան դաժան։ Ապրեիր էլի, քանի ապրում էիր, քանի սրտիդ մեջ ցավ ու դարդ չկար, քանի հոգիդ ավելի լայն էր ժպտում, քան այտերդ, քանի արցունքներդ ամեն անպատեհ առիթով չէին հոսում։ Քանի, ախր էլ քանի ասեմ, ախր ասածս էնա, որ մի բողոքեք, ուղղակի ապրեք, սիրեք ու սիրվեք, նվիրեք ու նվիրվեք, ինչ անում եք, անմնացորդ արեք, անշահախնդիր արեք, ախր սիրեք էլի միմյանց, ախր կորցնելը այնքան հեշտ է։ Էլ ինչ ախր, հասկացողին մեկ, չհասկացողին 1001։ Ես գնացի, մեկա ցավից դարման չկա։